իրենց ծրագիրը ես ձեզ բարձ ասեմ, քանդում է պետություն։ Առաջ ասում էին, Արցախը Հայաստանա վերջ, ասում են մենք եկել ենք Արցախը հանձնելու, մենք բացառված այդպիսի բան անենք։ Ինչ ստորագրեմ, իմ ժողովուրդը տեղյակ պետք է լինի։ Ճիշտ եմ ասում, թե ոչ։ Իսկ հիմա ասում է Արցախը Ադրբեջանա վերջ, Արցախ մենք չենք ունեցել։ Սենք շարունակվեց Ժողովուրդ ջան։ Ոնց որ Ալիև ասեց Երևան չեղե, Երևան ա եղել, նույնն էլ 3 ամիս հետո ասել են Ժողովուրդ ջան, Երևան չեղե, Երևան ա եղել։ Ժողովուրդը պետությունը փորձադաշ չի։ Դրա համար այսօրին հասանք մենք Ժողովուրդ ջան, այսքան կորցրեցինք, հողերել կորցրեցինք, զոհել տվեցինք, տարածքներ կորցրեցինք եւ այդեն շարունակվելու է ժողովուրդ։ Հավատացեք, հասկացեք, պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի, դե չէ այս վիճակը շարունակելը նույնը ճակատագիր է Հայաստանն արժանանալու ինչ որ Արցախը արժանացավ։ 2015 թվականին Բաքվում կայանում էր Եվրոպայի օլիմպիական խաղեր առաջին Ծառուկյանն է կազմակերպել, որ հայկական դրոշը Բաքվի կենտրոնում բարձրացել է եւ մեր Միրան Հարությունյանը իր ցավը տանեմ, Ժերեբովկան այնպես են արել, որ Միրան Հարությունյանն ընկավ աշխարհի չեմպիոն Ալիևի հետ։ Մեր մարզիկը կարողացավ իրան հաղթել, որ այդ ստադիոնում դալիճում ճաշ չէր դզում, կարողացավ ազգի պատիվը բարձր պահել եւ Բաքվում դրոշը բարձրացնել։ Իսկ պարոն Փաշինյանի օրոք միայն ու միայն դրոշները վառելով, տրորելով կամ մեր հերոս տղաների դիակները դրոշների մեջ փաթաթած են բերում։ Այսօր մեր սպառնալիքը Հայաստանի հիմնական Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Թող այդքան բան ինքը լավ լսի, անտեղի չներվայնանա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։